Լիբանանի Զարթոն կորաթերթի գլխավոր խմբագիր Պայծիկ Գալաջյանը ուսուցիչներ շատ է ունեցել, սակայն ամենայն հայոց Վազգեն կաթողիկոսին է համարում ուսուցչապետ եւ կյանքի ուսուցիչ։ Մեր կյանքի առաջընթացը պայմանավորում է հոգեվոր կրթական ոլորտի կայացմամբ, հայեցի դաստիարակությամբ։ Դժվարին իրավիճակում հայտնվելիս ապավինում է Աստծուն։ Կյանքի ամենատպավորիչ պահը առաջին այցելությունն էր հայրենիք եւ ամեն անգամ վերապրում է այդ պահը գալով Հայաստան։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում օր 6-րդն է եւ մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք խմբագիր Պայծիկ Գալաջյանին։ Ողջույն ձեզ Տիկին Գալաջյան։ Աստված պահապան։ Դուք Միրոնօրտնեքի Սրբազան արարողության կապակցությամբ այս անգամ դարձյալ հայրենիքում եք Լիբանանից եւ վստահաբար յուրաքանչյուր սփյուռքահայի համար եւ անցյալի մեր բոլոր միրոնօրտնեկները, ինչպես նաեւ այս տարվա մեր միրոնօրտնեկը հատուկ առանձնահատուկ նշանակություն ունի եւ ընդհանրապես արդեն խորհուրդը միրոնի հայության տարբեր հատվածների միասնականության այդ գեղեցիկ խորհուրդը ունի։ Ինչպիսին է ձեր զգացողությունը եւ ինչ է Լիբանանահայի համար կամ Սփյուռքում ապրող հատկապես մեր կարևորագույն ուժեղ համայնքներից մեկի հայի համար միրոնօրտնեքը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում կատարված։ Միրոնի արդեն սրբազան այդ գաղափարախոսությունը խորհրդանիշն է ամեն մեկ հայում։ Սփյուռքի համար հատկապես միրոնը ուրիշ իմաստ ունի, որովհետև հայը որպես քրիստոնյա չի գնար առանց միրոնի ելալ, հետևաբար սրբություն սրբոցմն է միրոնը։ Իսկ մեզի համար հատկապես Էջմիածնի միրոնօրտնեկը իր յուրահատուկ խորհուրդը ունի, որովհետև մեզի համար Էջմիածնի քերագայությունը ոչ մեկ բանի հետ կարելի է փոխարինել։ Էջմիածինը միշտ քերագայություն է, ամենայն հայոց կաթողիկոսությունը իսկապես իր խորհուրդը ունի եւ յուրահատուկ նշանակությունը մեզի համար։ Եվ իսկապես ալփացարիկ երևույթ մներ, ես օրինակի համար ունեի իմ հետս բարեկամուհիս, որ Նյու Յորքեն եկած էր եւ ինք բախտավորությունը ունեցած էր նաեւ Վատիկանի այդ արարողության տեսնելու եւ ներկա լալու վեհապար հայրապետը իրեն ասած էր որ անպայման նախ իր հյուրներ ընկերուհիս եւ ասած էր որ եթե բադահի որ արիթ ունենաս մեր միրոնօրտնեկին կալու պիտի տեսնես որ որքան ավելի դարբեր էր եւ ավելի խորհրդավոր եւ մենք այդ օր իսկապես աբացուցեցինք որ բացառիկ երևույթ մներ միրոնօրտնեկի արարողությունը իսկ այդ որակավոր ներկայությունը մարդոց այդ երկյուղածությամբ կհետևեին յուրաքանչյուր աղոթքի յուրաքանչյուր արարողության բացառիկ նշանակություն ունեցավ մեզ մեր յուրաքանչյուրին վրա մեր ավանդական համայնքները հատկապես Միջին Արևելք, Լիբանան, Սուրիա, Եգիպտոս, ինչու՞ չէ Իրաք, ավելի հարավ Հորդանան, այսինքն այն համայնքները, այս կողմը նաև ունենք իսլամական, Իրանի Իսլամական Հանրապետություն, այն համայնքները, որոնք ապրել են ավելի մուսուլմանական միջավայրում, մթնոլորտում եւ դժվար չի եղել ինչ-որ իմաստով տարբեր կրոնի պայմաններում պահպանել ազգային նկարագիրը, դիմագիծը, երևի ամբողջականության մեջ լեզու, հավատ, ավանդույթներ, նույնիսկ ճաշը, մեր խոհանոցը եւ այլն։ Հայկական Այսօր այդ ամենը վտանգի տակ է։ Եվ վտանգի տակ է քաղաքական այս ոչ բարենպաստ պայմանների պատճառով, որ առկա է հատկապես Սուրիո մեջ, հավանաբար նաև ազդեցություն է թողնում Լիբանանի վրա, ինչ է կատարվում եւ մեր ավանդական մեծ խոշոր համայնքները, հատկապես որ երկրներն են բնակություն հաստատում։
Միջին արևելքը վերջին դաստամյակին պետք է ասել, որ բավական ցնցումներ ունեցավ Սուրիայեն առաջ արդեն Իրաքը եւ շրջակայքի այդ երկիրները ժողովուրդն ալ իր հետ ցնցվեցան եւ պետք է բարձրացնել, որ այս բոլորի մեջ քրիստոնեությունն էր, որ սկսավ ամեն բանի ավելի դուժել եւ ես կհիշեմ ասկե 7-8 տարի առաջ երբ որ կաթոլիկ եկեղեցին իր սինոդոս ունեցավ եւ պատրիարք հայրեր երբ որ վերադարձան սեմինար ունեցած էինք Լիբանանի մեջ կհիշեմ կաթոլիկ պատրիարքարանի մեջ եւ վաղճանյալ պատրիարք հայրը կհիշեմ սավ կաթողիկոսը որ քրիստոնեությունը գարյունի Իրաքի մեջ եւ պետք է լրջորեն աշխատանք տանել որ փրկենք Իրաքի քրիստոնեությունը պայման չէ հայ քրիստոնեությունն էր որ ցնցում սկսավ ունենալ որովհետեւ անշուշտ հայերն ալ միջանկյալ դուժեցին եւ արդեն հոնգե սկսած էր այս տակնաբը որուն հետևանքն էր որ ծավալը ստացավ նաեւ Սուրիո մեջ Զանազան ենթախորակրեր ու դակ անշուշտ բادرվակները շատ էին սակայն եւ այնպես մեծ ցնցում էր մեզի համար հայկական քաուտիմը ոչնչացումը չեմ ուզել ասել որովհետեւ կհավատամ որ Սուրիո այս ներգա քաուտի մեջ նորեն պիտի վերածնի միջև այն ադեմ որ հայ եկեղեցին դակավին կոյություն ունի այդ քաուտին մեջ որքանալ արտակախտողներ լան սակայն եւ այնպես մնացողներն ալան այս բոլորը ինչու մենք շատ հանգիստ կերպով գրնանք ասել որովհետեւ մենք որպես լիբանանցի մեր մորտին վրա սկացինք գիտենք ինչ կնշանակի քաղաքացիական պատերազմ 16 տարի մենք տոկացինք 16 տարի մենք հանդուրժեցինք շատ բաներ գործընծուցինք բայց եւ այնպես ամենակարևորը անշուշտ մարդուժն էր որոնք քացին մեկնեցան Լիբանանին արտակախտեցին սակայն եւ այնպես մնացողները օքեյ նոսրացավ թիվը սկալիորեն նոսրացավ որովհետեւ ամեն բանի առաջ ինտելիգենցիան է որ արտակախտեց հայոց պատմությունը ինքսին կգրտներ օքեյ ուրիշ ադեն եթե այլ պատճառներով հայոց մտավորականությունը ցնցումներ ունեցավ սակայն ասպարակային իրենց կամքով ցկեցին կացին եւ իրենց յետին ցկեցին ժողովուրդը որ պետք է ասել որ առաջնորդի մնաց սակայն եւ այնպես շնորհիվ եկեղեցին շնորհիվ պետք է ասել որ գիլիգոկատոգոսության անշուշտ եկեղեցին առաջնորդի թեր ունեցավ դպրոցները իրենց շուրջամախմբեցին հայաշագերտները եւ ցանկը իր հեզասահ ընթացքը շարունակեց այո փոթորիկներ շատ պատահեցան սակայն իրենց հեզասահ ընթացքը շարունակեցին շնորհիվ հայուգամքին պիտի մնանք վերջապես ես կհիշեմ երբ որ նոր սկսած էր Սուրիո դակնաբը ես հոդված մկրած էի որ կմեկնիկ ծեր հետ կդանիկ նաև ծեր մշակույթը ծեր պատմությունը սակայն հոն մերելները դեր զորի մեջ գտնվող այդ աջունները որոնք դեր պիտի կանգնին ով բահակ պիտկենա որովհետև այս շրջանի բայկարելու միակ ոգին բահակները արդուն պետք է մնան առանց այդ բահակներուն ամեն ինչ կոչնչանա Արաբական երկրներում հայկական համայնքների գոյությունը իրենց ամբողջականության մեջ ազգային, հոգևոր, մշակութային ամբողջ նկարագրով մնալու էր։ Այո։ Այսօր ֆիզիկական տեղաշարժը տարբեր համայնքին պատկանող մարդկանց վտանգի տակ է դնում նաև այսպես ձուլման վտանգի տակ է դնում անոտ այնպիսի երկրներում ինչպիսիք են եվրոպական եւ երկրների Միացյալ Նահանգները։ Այ ինչն է երբ որ նայում ենք այս երկու կողմերը։ Այո։ Ձեր կարծիքով
հայ ազգապահպանության մեջ, հայ ազգային նկարագրի պահպանության մեջ խոսքը Սփյուռքի մասին է։ Խոսքս Հայաստանից դուրս տարածքների մասին է, որ հատկանիշներն են կարևոր, որպեսզի հայը իսկապես կարողանա մնա իր արմատներին հավատարիմ եւ ինչպես ինչ-որ իմաստով նաեւ նկարագրով ճանաչելի լինի որպես հայ։ Շատ կարևոր հարցումն է ասիգա եւ մեր ինքնության հետ առնչված հարցումն է եւ ես շատ կկարևորեմ այս մեկը նույնիսկ իմ հայ գիտականի մաստերզի թեզս այս նյութը վերցուցած եմ որովհետեւ շատ կարևոր է մեր քույրենականության համար այս նյութը պատասխանելու համար մենք ագամա պիտի երթանք դեպի մեր մեծ եղերնեն երբ որ դեպի անաբատները կշվեցավ մեր ժողովուրդը եւ այդ դարակության շրջանը ապրեցավ անշուշտ ջրավորումներ ունեցան անոնք որոնք դեպի դերզորի անաբատները հատնելով հասան մինչև միջին արևելք դարբեր բնույթ ունեցան, դարբեր կյանք ունեցան, իսկ անոնք որոնք դեպի Ֆրանսա եւ կամ հերավոր ամերիկաներ հասան այդ ցամաքներում վրա դարբեր կյանք ապրեցան։ Սակայն հոս ամենեն կարևորը ըստ իս հայու ինքնության խնդիրներ։ Միջին արևելք ապրողները դժվարություն ունեցան իրենց ինքնությունը պահպանելու մեջ, որովհետեւ ուր որ հասան առաջին հերթին եկեղեցի կառուցեցին։ Եկեղեցին գողքի կառուցեցին դպրոց, եկեղեցին գողքին կառուցեցին մշակութային կենտրոններ եւ ժողովուրդը համախմբված ապրեցավ։ Եվ այդ համախմբումը ստեղծեց հայկական ոգին, վերապրեցավ ժողովուրդը, ընդհանրակը օրը ավելի լավին ցկտերու մասին մտածեց եւ այդպիսով է որ դարած կդավ Լիբանանի զանազան շրջաններում մեջ հետևաբար շատ հստակ էր որ հայու ինքնությունը ցնցումներ չունեցավ հայու ինքնությունը ընդհանրակը պահպանվեցավ ավելիով միշտ որովհետև լիբանանցի արաբ դեղացի լիբանանցին անգամ գսե հայը շենցուց մեր երկիրը հետևաբար ներդրումը ունեցավ այդ իր ապրած երկրի մեջ ոչ միայն Լիբանան Սուրիո մեջ Հորդանանի մեջ Իրաքի մեջ Եգիպտոսի մեջ Ընդհանրակը ինչ մեծ կենտրոններ, մշակութային կենտրոններ, որոնք երկրի մշակութային կյանքին վրա իրենց ներդրում ունեցան։ Սակայն երբեք նույնը չեղավ անոնք, որոնք Ֆրանսա հասան կամ ամերիկյան այդ ցամաքները։ Բայց ընդհանրակը անոնք շատ լուրջ ինքնության խնդիր ունեցան, մանավանդ եթե գարտանք Պիտեր Բալակյանի The Black Dog of Fate գիրքը, հոմբիտի նշմարենք այս բոլոր հանգրվաններու մեջ են ինչպես անցավ հայ ժողովուրդը, մանավանդ առաջին շրջանին, երբ որ նոր հասան, առաջին ամենադժվար հարցը լեզվի հարցն էր, որ հայը իր այդ հոգեգան դակնաբը մեկ կողմ պիտի տնե եւ նոր լեզումը պիտի սորվի, իսկ այդ նոր լեզուն սորվելու համար պետք է նախ դեղին պայմաններուն համագերբեր, հետևաբար հայու ինքնության մասին մտածելու առիթ իս չուներ, մանավանդ երբ որ երախա գարդունին մեջը պետք է մտածեր այդ երախային մասին, որ այդ երախան եթե դպրոց երթա դարբեր առօքանությամբ չխոսի, այնպես որ իր ցավին վրա նոր ցավ մճավելնա, որբեսի ծաղի արարգա չդառնա, ինքն իր ինքնությունը, ինքն իր լեզուն, ինքն իր ցերկով փորձեց սպանել, որբեսի թյուրությամբ կարենա ընդելանալ այդ նոր միջավայրին։ Հոս ինքնության խնդիրը մեծ ցնցում ունեցավ հայու ինքնության խնդիրը եւ այս իսկ պատճառով այդ առաջին շրջանին հայկական հարցը հետապնդող չեղավ ընդհանրակը այս իսկ պատճառով մեծ փացը ունեցանք հայկական որովհետեւ իրենք ուրիշ հարցեր ունեին եւ պետք է անով սպառեին անձնական ընտանեկան ամեն ինչ այո ամեն ինչ հոսե որ Պիտեր Բալակյանի քրքի մեջ մենք կտեսնենք կսե այն դուներուն մեջ ուր մեծ մայր ալգար անիգա միայն հայրենի երգիր հայություն գխորտանշեր հետևաբար այդ նոր երախան կամ կալիկ երախան Հայաստանը կամ հին երգիրը իրեն համար միայն մեծ մորմով գխորտանշվեր իսկ եթե այդ մեծ մայրնալ
արդեն իսկ ցանկե հերացավ, ով պիտի հետաբնտեր, որովհետև մայրը եւ հայրը արդեն աշխատեին, ով պիտի սպաղեր հայեցի դաստիարակությամբ, ահա թե ինչու համար կարևոր էր հայեցի դաստիարակությունը այդ օրերուն։ Փամը որ միջին արևելքի մեջ չգործվեցավ, ընտագարակը դարվե դարի ավելի թափ արավ եւ ավելի լավին ցկտեցավ։ Բարեբախտաբար եւ Աստծո կամոք այսօր մենք ունենք հայրենիքի, մեր մեծ պատմական հայրենիքի մի մասը անկախացյալ վիճակում Արցախով հանդերձ, ազատագրված մեր տարածքներով հանդերձ, այն երազը, որ դարեր շարունակ փափագել են մեր մեծ հայրերը, այդ փափագի համար, այդ տեսիլքի, այդ երազանքի համար նաև նահատակվել են, պահել են իրենց ինքնությունը, հողից կարճած են մնացած եղել ինչ-որ իմաստով, չմոռանանք, երբ կարդում ենք Շահ Աբբասի, երբ հայերին տեղափոխում էր Իրան եւ հետարքիր դրվագներ կան, հատկապես Նախիջևանի շրջանի Ջուղայի տարածքից, երբ որ հայերը բանալիներ իրենց տների արաքսին էին պահ տալիս, որ պետք է վերադառնան, այսինքն շատ կապված իրենց հողին, իրենց ջրին, իրենց միջավայրին, այսօր ինչն է փոխվել, որ ունենենք անկախացյալ, անկախ երկիր, բայց հեշտությամբ թողնում ենք մեր հողը, ջուրը, տունը, այստեղ միայն նյութի կամ նյութականի խնդիր կա, թե նաև ուրիշ այլ երևույթներ եք դուք տեսնում, նաև հարցնում եմ որպես զարթոնք պարբերականի խմբագրական կազմի աշխատող, որ այս նյութերին անընդհատ անդրադառնում եք։ Ես կկարծեմ, որ այս բոլորը մշակույթի հարց է, մշակութային տագնապ է, ինքնության խնդրեն ավելի մշակութային տագնապ է։ Մենք չհավատացինք, որ ինչպես անկախ հայրենիք ունեցանք։ Տեսնեք, հոս հարցը բոլորովին կդարբերի սփյուռքահայուն հետ։ Սփյուռքահայը ընտագարակը հայրենիքի անկախացումեն յետ վազեց, նետվեցավ հայրենիքին քիրկը, որովհետև գիտեր, որ հայրենիքի իր քիրկը բացած է սփյուռքահայուն համար, որովհետև սփյուռքահայը զրկված էր դարիների վեր հայրենիքի այդ փուրմունքեն, քուրքուրոտ այդ հոգեվիճակեն։ Հայաստանցի հայը դուրս ուզեց ելել, իր իրավունքն է, պիտի ուզե դուրսի աշխարհը տեսնել, բամը որ դախկին ռեժիմի շրջանին երևի թյուրություններ չկար դուրս ելել, իրեն համար դուրսը տարբեր բան մներ։ Միայն խորհրդային շրջանի տարածքում կա տիրություն։ Այո։ Երբ որ երկրի մեջ տնտեսական պայմանները իրեն համար հեշտ չեն, պիտի փորձե, փախտը պիտի փորձե, թող հետա, բայց ես այո կնեղանամ, որ արտակախտը կա։ Արտակախտը մեզի համար ամենամեծ տագնապն է դերևս, բայց եւ այնպես ինչու դարբեր ցեվով ալ չեն նայիր, որ ով սա որ Լիբանանի մեջ չի գա այդ արտակախտը, ով սա որ ուրիշ տեղ չի գա։ Ես բարեբախտաբար արիթ ունեցած եմ Լիբանանեն դուրս, աշխատելու նաև Կիպրոսի մեջ, աշխատելու նաև Բոստոնի մեջ, հաճախ այցելելու ամերիկյան տարբեր քաղաքներ եւս, նույնիսկ Ամերիկայի մեջ գիտեմ ընտանիքներ, որոնց հայրը ճամփորդած է Դուբայ, որոնց հայրը ճամփորդած է արաբական աշխարհ գործով, արդյոք անոր արտակախտ պիտի ասենք։ Ամեն մարդ գուզե դուրս ելնել եւ աշխատանք բերել։ Աշխատանքային բարակային հայրը երբ որ գերտա դուրսը աշխատելու իր նյութական ներդրումը ագամա գունենա Հայաստանի մեջ, իր ընտանիքին տրամ կղրգե։ Բայց քանի տարի հետքը ընտանիքին տանում է արդեն այդ նոր երկիրը, որտեղ ինքը արտագաղթել է եւ հաստատվել է, աշխատանք է գտել։ Այս շրջանի արտագաղթը հատկապես աչքի է ընկնում այդ բնույթով։ Okay. Հայաստանի համար անիգա այո վտաս է, որովհետև երկրեն հայ մգբաքսի։ Բամը որ Հայաստան պետք չէ թեթևնա, Հայաստանը միշտ հայու ներկայությամբ պետք է ծանր լա, այս հողը հայու ներկայություն գուզե, որովհետև հայը պետք է իր ոտնահետքերը մնայուն գերբով բահե այս հողին վրա, որովհետև սուրբ հող է, հայրենի հող է, այս հողը
պետք է ամեն հայ գիտնա որ այս հողը եթե այսօր ներկա է շնորհիվ հայու արյունին հայու քրդինքին եւ հայու գամքի չանկերով է որ մեջտեղ եկած է բահբանված է բայց երբ որ այդ հայը դուրս ելավ այո պետք է մենք ինչու դժգոհինք այո ներված ենք արտակախտի համար սակայն քնահատական մնալ տանք եկողին համար ներկախտողին համար օքեյ Սուրիայի դակնամին հետևանքով հայեր կան բայց ինչու համար գանդեսենք Լիբանանի այս խաղաղ պայմաններում մեջ եկողին այսօր ես քանի ընտանիքներ տեսա որ արդեն իսկ 92 թվականին ի վեր վերադարձած են արդեն իսկ օրինակի համար ես կհիշեմ 90-ական թվականներուն թիցմայերի քյուրին մեջ վերապնագեցման ծրագիրը սկսած էին սպյուրքահայերը սկսած էին անիգա սա կնշանակե որ ներքախտի կապարը կա վերապնագեցման որովհետև սպյուրքահայը շատ լավ գիտե հայրենի հողին արժեքը սպյուրքահայ դղակ եկան եւ Ղարաբաղի մեջ գրվեցան հայրենի զինվորի կողքին գրվեցան ասիգա երևույթ մնե որ հայրենի զինվոր անոնք որոնք ընտագարակը բանագեն փախելու արիտ կսպասեին հոմ պետք է անդրադառնային որ սպյուրքեն եկերը եւ հայրենի բանագի մեջ իր ներդրումը գունենա ասիգա ուժ մնե Ես ամենակարևորը ինձ համար այո ճիշտ է ինչպես որ անդրադարձակ դուրս կելեն եւ մի քանի տարի հետ իր ընտանիքը գտանի բայց անիգա չի գործվիր Հայաստանին դուրս կերտա այո բայց հոն այդ քաղուտի մեջ իր թրագան ներդրումը գունենա այսօր որ մեկ օրինակ Սինգապուրի քաղուտը Ամերիկայի բոլոր զանազան շրջաններում մեջ մշակութային ցերնարկ մգնես այդ քաղաքի բնակիչներն անգախ հայաստանցիներով լեցված կլա հայաստանցի հանդիսադեսներուն տիվը օրս օրեգը բազմանա միթե անիգա ներդրումը չէ միթե ասիգա թրագան երևույթը չէ Այսպիսով Հայաստանցին իր մշակույթ հայկական մշակույթ ոչ թե իր անձին հայկական մշակույթն է որ կտարած է Այսպիսի մի պատկեր կա որ երբ որ մարդկությունը երկրորդ անգամ իր կենթանությունը շնչառությունը սկսեց այս տարածքից երբ Նոյի տապանը կանգ առավ Արարատի վրա չէ եւ Նոյը իր ընտանիքով իջավ Եվ մարդկությունը այստեղից շարունակվեց, այսինքն այս տարածքը այն տարածքն է, որ աշխարհին պետք է մարդ տա։ Ահա, շատ գեղեցիկ էր այս պատկերը։ Բայց փորձառության բերումով ես էլ շատ շփվել եմ Սփյուռքում ապրող եւ հայի ազգանուն կրող մի շարք հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց հետ երբ որ ծանոթանում էի ցավալիորեն լսում էի հետեւյալ արտահայտությունը կամ որ ծանոթացնում էին որպես հայ հոգեվորական ինձ ասում էին օ մեր մեծ մայրիկը կամ մեր մեծ հայրիկը հայ է եղել Լավ սա երրորդ սերունդի արդեն պատկերն է որ մենք մեր աչքի առաջ ունենալու ենք իսկ այս նոր արտագաղթի պայմաններում ձուլումը շատ ավելի արագ է լինելու որովհետեւ եթե ցեղասպանությունից հետո այդ վրեժխնդրության զգացումը հայ մնալու, հայի, այսպես ասած, արմատախիլ առած ծառը, հատկապես իր հայրենի երկրից, իր սեփական հողից արմատախիլ ծառը, ուրիշ տեղերում այդպես տնկվում եւ նոր բողբոջ էր տալիս, այդ ազգի վրեժը լուծելու, շարունակությունը ապահովելու Այսօր այլևս չկա մեկը, որից վրեժ ենք մենք լուծելու, պարզապես գնում ենք որտեղ հաց, այնտեղ կաց տրամաբանությամբ, մենք օրինակ բերեցինք 46 թվականի, երբ որ ներգաղթ եղավ նույն Սիրիայից, Հունաստանից, դրանից ավելի առաջ էր եղել, Պարսկաստանից եւ երկիրը բավական զարգացավ, մանավանդ հետ պատերազմյան շրջան էր, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 46 թիվ Եվ Երևան քաղաքը այդ շրջանից սկսեց ուղղակի բում ապրել զարգացման եւ մեր գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, շինարարությունը ինչ որ տեղեր ունենում, արվեստը, մշակույթը, գեղանկարչության արվեստը եւ այսօր ճիշտ այդ ներգաղթը առողջացման նշաններ ունի։ Այո։ Արտագաղթը ճիշտ հակառակը։ Երբ որ արտագաղթ կա, նաեւ երկրում բան փոխելու պոտենցիալն է կորում, նվազում։ Այս սա է որ մտահոգում է։
Եվ հատկապես այստեղ ես կուզեի կարևորել հատկապես այն սփյուռքա հայերի ներդրումը, որոնք ապահովված են արդեն եւ անznապես գալու եւ ներդրում ունեն, որտեղ միայն ֆինանսականը չէ այստեղ կարևոր։ Նաեւ այն մարդկանց, ովքեր մասնագիտություն ունեն, հատկապես արդարադատության համակարգի, չէ՞ որ երկրներում են ապրում, որտեղ մարդու իրավունքները պաշտպանված են, որտեղ ժողովրդավարության ինչ որ մի աստիճան գոյություն ունի, եւ այն որակական հատկանիշների ներկրումն է մեզ անհրաժեշտ այսօր։ Ոչ միայն նյութականի ներդրման, այլ նաեւ մտավոր որակական հատկանիշների ներկրման։ Այս է, որ ես հավատում եմ, որ այս պարագայում մեր երկիրը իսկապես կունենա անշեղորեն զարգացում։ Այս լավատեսությամբ ձեզ շնորհակալություն հայտնենք մեզ հյուրընկալվելու համար։ Շատ շնորհակալ եմ, որ զիս ընդունեցիք ձեր այս հայդակրի մեջը։ Մենք պետք է ասեմ, որ սփյուռքի մեջ ապրող յուրաքանչյուր հայ օջախ պետք է ասեմ, անպայման ունի հայկական channel-ը եւ առանց հայաստանյան գայքեջերուն կամ այդ գայաններուն հայկական տուն չի կոյադեվեր։ Շատ ուրախ եմ, եւ պետք է ասեմ, որ շնորհիվ այս գայաններուն հայ երեխաները անգամ սկսած են մաքուր հայերեն խոսիլ եւ գհիշեմ երբ որ նորը սկսած անկախութենեն դիպուր այս գայաններով ութունը սկսավ խոսնակները շատ ռուսախարն հայերեն գործած էին հիմա թեթևցած բոլորովին անշուշտ չեն կդար չեք մեղանք մտալ դագավին գործածողներ կան այդ լեզուն սակայն եւ այնպես հեղաշրջում ունեցավ եւ ավելի փյուրեղանալ սկսավ հայերենը, որ աշխարհի դարածքին անիգա իր տրական ներդրումը կունենա շնորհիվ այս կայքեջերուն եւ կայաններուն։ Վարսկերնիդ գադար։ Մենք էլ ձեր շնորհիվ այսօր առիթ ունեցանք լսելու նաեւ մեր ոսկեղենիկ լեզվական ճյուղավորումներից մեկը արեմտա հայերենը։ Քերեցիկ որ շատ կարևոր է հայերենը։ Այո։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում օր 6-րդն էր եւ մեր զրուցակիցն էր խմբագիր Պայծիկ Գալաջյանը։ Մնացեք սիրո եւ խաղաղության մեջ։